անիվի գործունեության 2-3 տարիների ընթացքում սկզբում հաջողված լավ նախագծեր են ստեղծվել, հիմնադրվել, որոնք նաև որոշակի արդյունքներ են իրենցից ապահովել։ Անընդհատ խոսվում է այն մասին, որ չգիտեմ, այդ պրոյեկտը ձախողվել է, պետությունը գումարներ է ծախսել այդտեղ, բայց ոչ ոք չի անդրադառնում անիվի կողմից ստեղծված արդյունքներին։ Օրինակ, ընդհանուր կարելի ասել, որ անիվի համար տրամադրված գումարները ընդհանուր առմամբ այն ինչ որ նախատեսված եղել անիվի աշխատակազմի համար, անիվի գործունեության համար այդ ներդրումների մասին չի խոսքը, օրինակ մոտավորապես այդ 23 թվականի տվյալներ եմ ասում, այնտեղ կարծեմ մոտ 5 միլիարդ դրամի ներդրումներ ծախսեր են եղել, որոնք անիվի օրինակ պորտֆելային ընկերությունների կողմից, ստեղծած պորտֆելային ընկերությունների կողմից վճարված հարկերի տեսքով վերադարձվել են օրինակ պետության ավելի մեծ չափով, քան ասենք անիվի վրա ծախսվել է։ Այնպիսի նախագծերի են սկիզբ դրել, ինչպիսին է եղել օրինակ այդ կարևորագույն նախագիծեր, Fly Arna ընկերությունը Հայաստանի ազգային ավիափոխադրողը, որը շատ լավ գործարկվեց, նորմալ ընթացքի մեջ էր, ինչ որ երբ որ եկավ մի պահ, որ նաև Հայաստանի կառավարությունը որոշակի պարտավորություններ էր ստանձնել, որոնք պետք է կատարվեին, որպեսզի ավելի շատ զարգանար, ավիապարկը մեծացվեր, ինչպես գիտեք, այդ սև ցուցակ կոչվածը կար մեր ավիացիայի հետ կապված, որ Եվրոպա չէին կարողանում մեր դրոշի տակ գրանցված օդանավերը, այսպես ասենք, նավարկեին, թռչեին, եւ այդ սև ցուցակի վերացման ուղղված մի շարք միջոցառումներ կար, որոնք պետք է կատարվեին, որպեսզի դա վերացվեր, օրինակ դա չեղավ եւ ինչ որ հանգամանքներ ու ոնց որ համագործակցությունը փաստորեն դադարեցվեց։ Mazda ընկերության հետ մեծ ծրագիր էր նախատեսված 200 մոտ ընդհանուր այգի-1 ծրագիրը $200 միլիոն ընդհանուր արժեքով, որ ենթադրում էր 200 մեգավատանոց արևային էլեկտրակայանի ստեղծումը, որը այսպես ըստ նախնական հաշվարկների անիվը ամբողջությամբ դարձնելու էր ինքնաբավ, այսինքն դրանից ստացված օրինակ եկամուտները եւ ուղղվելու էին պետական բյուջե եւ անիվի բյուջե, այսինքն այնպիսի հավակնոտ ծրագրեր էին, որոնք ի վերջո հանգեցնելու էին այս ֆոնդի ազատ ինքնագործունեությանը առանց որևէ պետական միջոցների ներգրավման։ Սակայն այսինքն այս ընթացքում, այն ընթացքում ինչքան որ Դավիթ Փափազյանը եղել է ընկերության տնօրեն, էլի շատ ծրագրեր կան, բոլորին չանդրադառնամ, ստեղծվել են կազմակերպություններ, կատարվել են ներդրումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք մասամբ ի կատարելացվել, մասամբ էլ հնարավոր չի եղել ի կատարածել, քանի որ այդ ընկերության խորհրդում փոփոխություններ կատարվելու, տնօրենին փոխարինելու պատճառով ըստ էության այդ ամեն ինչ գնացել է ձախողման։